Եվ ինձ սիրելիներ, հասանք այն հանգրվանին, որ արդեն հայոց գերագույն ատյաններում, դատարանում պիտի քննվի հայոց հայրապետի և մյուս եպիսկոպոսների հարցը։ Դատարաններ, որոնք ժամանակին մեծ դատի իրավունքով պատկանել են հայոց հայրապետին։ Եվ այսօր այդ նույն հայրապետների հաջորդին Այցյանի առաջ պետք է կանգնացնեն Սարոյան ուրացողի, Արման ուրացողի բողոքի հիման վրա։ Եվ այդքանից հետո ինչ կարմիր գծերի, ինչ չգիտեմ այնտեղ բարևարկության նորմերի եւ այլի մասին են խոսում։ Օրենքով նախատեսված է, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին եւ առհասարակ նրա ինքնավարությանը։ Բայց տեսնում ենք, որ Հայաստանում օրենքները վերաշարադրվում են մի անձի կողմից, մի անձի քաղաքական քմաճույքով եւ նաեւ ինչու՞ չէ, իր երևի թե անձնական այսպես կյանքից չարացած, Աստծուց երես թեքած մի մարդու քմաճույքից։ Ցավը հիասթափության եւ առհասարակ այս ամեն ինչի մեջ առողջ բանականությունն ու սթափությունը պահելը շատ դժվար է։ Սառնասրտությունը պահելը շատ դժվար է։ Որովհետեւ չեն դատում հայոց հայրապետին նրա համար, որ ինքը ինչ-որ օրենք է խախտել, այլ նրա համար, որ ինքը օրենքով սահմանված իր լիազորություններն է իրականացրել, թե եկեղեցու կանոնական դաշտից ներս եւ թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ բոլոր օրենքներով։ Այսպիսի իրավապահ համակարգ ունենք մենք, դատական համակարգ, որ կարող է մի անձի քմաճույքով մեղադրյալի աթոռին նստացնել ամենայն հայոց հայրապետին եւ մեր եկեղեցու բարձրագույն իշխանությանը, եպիսկոպոսներին։ Եվ խաչի վրա մեր Տեր Հիսուս Քրիստոս հետևյալ խոսքերն էր ասում իրեն չարչարող հալածողներին, ասում էր իրենց համար Աստծուն, Հայր Աստծուն դիմելով խնդրում, ասում էր հայրներիր, որտեվ չեն գիտակցում, թե ինչ են անում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ես հակառակը պիտի հասեմ։ Թող Աստված իրենց եւ իրենց սերունդների պատիժն ու դատաստանն անի, որովհետեւ իրենք գիտակցում են, թե ինչ են անում։ Աստծու պատիժը, Աստծու դատաստանը բոլոր այս պիղծ, սրբապիղծ գործողությունների եւ որոշումների իրագործողներին ու իրենց սերունդներին։ Իսկ մեր հավատավոր զավակներին պիտի խնդրեմ եւ հորդորեմ, որ չվախենան, հայոց հայրապետի համար աղոթք անեն, մեր եկեղեցու համար աղոթք անեն, Բարձրյալն Աստծուց խնդրեն, որ Աստված իր պահապան հրեշտակների միջոցով պահի, պահպանի հայոց հայրապետին, մեր եկեղեցին, մեր հոգևորականներին եւ նաեւ մեր հավատավոր զավակներին։ Աստված ձեզ օրհնի, սիրելի հավատացյալներ, սիրելի եկեղեցասեր, ուխտին հավատարիմ զավակներ։ Իսկ Աստծո անեծքը բոլոր նրանց գլխին, բոլոր նրանց սերունդներին նզովքն ու անեծքը, ովքեր որ դեմ դուս կգան ճշմարտությանը
եւ Աստծո օծյալին։ Այսքանը։